Տիկին Մելոյան, հիշեք դատավարությունից օրինակ որպես մասնակից ինչ ակնկալիքներ ունեք ու ընդհանրապես այս process-ները հետագայի համար օրինակ ինչ նախադեպեր կարող է ստեղծել։ Տեսեք, սա հետպատերազմյան Հայաստանում երևի թե արդեն 100-ի հասնող դատավարություններից է, որ մենք քաղաքացիներով, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներով գալիս ենք արդարության պահանջով, որովհետև այս բնույթի դատավարությունները դասական քաղաքական հետապնդման դրսևորում է։ Ինչու է Սամվել Կարապետյանը, հայ մեծանուն բարերարը անազատության մեջ։ Այս հարցադրումը կարծում եմ անգամ իշխանության համակիրներին երբ տալիս ենք, պատասխանը միանշանակ է, որովհետև Սամվել Կարապետյանը ունեցել է համարձակություն, ունեցել է այնքան հայրենասիրություն, որպեսզի կանգնի հարձակումների ենթարկվող եկեղեցու կողքին եւ դիմագրավի այդ հարձակումները, որովհետև յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ թիրախը եկեղեցու դեմքով մեր բոլորիս հայերիս ինքնությունն է։ Ու այստեղ մի կարևոր հարցադրում ենք յուրաքանչյուրս մեզ պետք է տանք, որն է մեր կարմիր գիծը։ Այս իրավիճակում ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանի կարմիր գիծը հատել էին, որովհետև չեն կարող հայ մարդու, հայրենասերի մարդու, ով ավելի շատ եկեղեցի է կառուցել, քան առանձնատուն իր համար, այդ մարդու կրոնի նկատմամբ նկրտում իրականացնել ու մնալ անհետևանք ու այդ մարդն էլ մնա անտարբեր իրողությանը։ Այսօր Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, որովհետև ինքը ոչ թե հանցանք է կատարել, այլ ունեցել է այնքան համարձակություն, որպեսզի դիմագրավի այսօրվա իշխանության կողմից կատարվող հանցանքին, որովհետև իշխանությունը վարչապետի դեմքով իրավունք չուներ անելու այն, ինչ արեց, եւ իրավունք չուներ միջամտելու մեր եկեղեցու ներքին կանոնական կյանքին։ Այդ պատրվակով սկսեր հարձակման արշավը եկեղեցու հանդեպ։ Ու այդ հարցադրումը, որ ասում եմ յուրաքանչյուր մարդ իր համար պետք է անի, որն է իր կարմիր գիծը։ Օրինակ իմ կարմիր գիծը հատեցին 2019 թվականին, երբ մեր վարչապետի կոչմամբ շրջափակվեցին մեր երկրի դատարանները։ Ու հենց այդ օրը այն հանգամանքը, որ չունեցավ իր գործողությունը հետևանք, որ չկրեց նա պատասխանատվություն իր հակաիրավական գործողության համար, զուտ այն պատճառով, որ իր քիմքին ոչ հաճո դատական ակտ էր կայացվել։ Մենք այսօր կանգնած ենք այս դատարանի բակում։ Հենց դա էր պատճառը, ու դա էր մեկնարկը, որ սկսվեց մեր երկրում դատական իշխանության ու արդարադատության անկումը, որ սկսեց նահանջել իրավունքի գերակայությունը։ Ու դա է պատճառը, որ այսօր ազատազրկված է մեծանուն հայ բարերարը։ Դա է պատճառը, որ մեր երկրում կալանավորում են նահատակված հերոսների ծնողներին։ Դա է պատճառը, որ մեր երկրում այսօր կալանավորում են սրբազան հայրերին։ Դա է պատճառը, որ արդար իրենց խղճին, օրենքին հավատարիմ դատավորներին լիազորությունները դադարեցվում են, իսկ կամակատարները ունենում են ծառայողական առաջխաղացում։ Ու դա է պատճառը, որ միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբանները գալիս են Հայաստան մարդկանց իրավունքները պաշտպանելու, արձանագրում են իրավունքի գերակայության այսպիսի նահանջը եւ անկումը եւ մեզ համադրում են աֆրիկյան պետությունների հետ։ Սա մեր պատմության ողբերգական ու ամոթալի էջերն են, որոնք ամեն օր արձանագրվում են։ Սա արձանագրված արդարադատության ու իրավունքի գերակայության նահանջն է եւ հատվել է մեր մասնագիտական արժանապատվությունները։ Մենք իրավաբաններս վերջին տարիներին մարտի դաշտում կռվող մարտիկներ ենք առանց զենքի, բայց մենք չենք նահանջում, որովհետև զոհասեղանին է մեր մասնագիտական արժանապատվությունը, զոհասեղանին է ավելի մեծ արժեք, մեր բոլորիս ինքնությունը։ Մենք այսօր ես գտնվում եմ դատարանի բակում արդարության պահանջով, այսօր մենք բոլորս կարծում եմ գտնվում ենք դատարանի բակում զորակցություն հայտնելու մեր մեծանուն բարերարին, որովհետև մարդը ինչպես կյանքը ցույց տվեց, մենք չգիտեինք ինչպիսի գործեր էր Սամվել Կարապետյանը տասնամյակների ընթացքում կատարել։ Ու ստիպված մարդը ու իր
աջակիցները, ընտանիքը հա ստիպված հանրայնացնում են ու գույքագրում են այն բարեգործությունները, որը մարդը արել է, որովհետև մարդուն արդարացնելու համար քաղաքական, բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական հրահանգավորմամբ մարդու ազատազրկումը փորձում են սևացնել մարդու անունը եւ ոչնչի հասցնել նրա կատարած գործերը։ Մինչդեռ միայն համակարգված, եթե չեմ սխալվում, մոտ 1 միլիարդ դոլարի մարդը բարեգործություն է արել, կառուցել է, նվիրել է, օգնել է ու կանգնած է եղել հայի կողքին ու կրկին ընդգծում եմ, հա, հայրենասիրությունն ու համարձակությունն են եղել այն մղիչ ուժը, ինչի հետևանքով այսօր այս մարդը շուրջ 4 ամիս ազատազրկված է ու կարծում եմ մեր պարտքն է հիմա իր կողքին լինելը, աջակցելը, պայքարել այս անարդարության ու անարդարադատության դեմ ու գոնե մեր ներկայությամբ կաշկանդելու ու կոչելու, որպեսզի դատարանները մնան հավատարիմ իրենց կոչմանը, խղճին եւ օրենքին։ Տիկին Մելոյան իրավական տեսանկյունից հա մեղադրանքի փոփոխության վերաբերյալ ձեր խոսքը իրավական տեսանկյունից ինչպես կմեկնաբանեք եւ առհասարակ այս դատավորի ինչ ակնկալիքներն է, քանի որ նրա մասին բազմաթիվ են հայտարարել իշխանը հաջողեցին։ Տեսեք, ինչպես այսօր պարոն Ամստերդամը շատ գեղեցիկ կերպով ասաց, դատական նիստից առաջ դատավորին գնահատական տալը անշնորհակալ գործ է։ Ես լինելով անհույս լավատես, միևնույն է, կրկնում եմ, հա, տասնյակ անգամներ գալով դատարանի բակ, կանխատեսելով արդեն նախադեպերը, հենց նույն դատավորի ոչ հաջող, որ կարող ենք բացահայտ գնահատական էլ տալ, հա, կրկին քաղաքական հրահանգավորված նրբերանգներով, ես այնուամենայնիվ չեմ հանձնվում, լիահույս եմ, որ դատավորը հավատարիմ կմնա իր խղճին, օրենքին եւ կառաջնորդվի իրավունքի գերակայությամբ, որովհետեւ այստեղ անկեղծորեն, հա, չկա, կարծում եմ ոչ իրավաբանների համար էլ է ակնհայտ, չկա հանցակազմ, չկա հանցավոր արարք։ Մարդը ազատազրկված է բացառապես իր ձև մեր ձևով եզրույթի համար եկեղեցու կողքին կանգնելու։ Նրան անգամ ժամանակ չտվեցին, որպեսզի ինչ որ գործողություն անի, որ այդ արարքը կարողանան հիմնավորեն, հա, հետ հայացք ենք նետում։ Եկեղեցու նկատմամբ հարձակում, բարերար Սամվել Կարապետյան, ով միշտ եկեղեցու կողքին էր, ընդամենը 1-2 րոպեանոց հարցազրույց ու անմիջապես վարչապետի ստատուսագրումներ Facebook-յան հարթակում քաղաքական հետապնդում, ձերբակալություն, կալանք, ինչպես մշտապես ժանրն է ասում, սա խոսում է իշխանության վախի մասին, սա խոսում է քաղաքական նպատակահարմարության մասին մեկուսացնելու Սամվել Կարապետյանին ու կրկին ընդգծում եմ, հա, այս ամենին հանցանքին եթե գնահատական ենք տալիս, ես առաջի օրը դատարանի բակում կներեք, երբ առաջադրվեց մեղադրանքը, դատարանի բակում այս ամբողջ սցենարը կանխատեսել էի, որովհետև սա առաջի անգամ տեղի չէր ունենում։ Ասեցի, հեսա կտեսնենք օրինակ դիցուկ փողերի լվացման դրվագ է ավելացնում։ Տեսեք, այնքան անգամ ասում եմ, շատ ծիծաղելի կլիներ ամեն ինչ, եթե այսքան տխուր չլիներ, հա։ Մարդուն, ով Forbes-ի ցուցակում արձանագրված միլիարդատեր է, Հայաստանի ցանկում 2 հայ մեծանուն միլիարդատերերից մեկը ու ողբերգական արձանագրում է պատմական, նրանցից մեկ այս պայն ազատազրկված է Բաքվում, երկրորդը մեր հայրենիքում Հայաստանում։ Այս մարդը Հայաստանից բյուջեի չափ գրեթե գումար ունի։ Այս մարդը շուրջ 1 միլիարդի բարեգործություն է իրականացրել։ Այս մարդը երբևիցե Հայաստանի Հանրապետությունում պաշտոն չի զբաղեցրել ու նրան փողերի լվացման դրվագով մեղադրանք են ինչ-որ անհեթեթ առաջադրում, հա։ Ակնհայտ սին, դատարկ, ուղղակի այն որ կախվում են օդից, որպեսզի կարողանան այս կալանքի միջնորդությունը երկարաձգրել։ Տեսեք, մենք մի Հայաստանում ենք հայտնվել, մի իրողությունում, երբ սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ խափանման միջոց է կիրառվում տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը, իսկ մեծանուն բարերարը, սրբազան հայրերը, նահատակված հերոսների ծնողները կալանավորվում են։ Ինչու՞ն։ Պատասխանը բացարձակ միակն է։ Մարդկանց տեսակավորում են, արդարադատությունը ընտրովի ու երկակի է, բացառապես մարդու ընդդիմադիր քաղաքական հայացքներով պայմանավորված։ Երբ որ զուգահեռ իրականությունում սրընթաց աճում է հանցավորությունը,
նույնական սրընթացությամբ մեր երկրում աճում են քաղաքական բանտարկյալների քանակը։ Արդյոք այս զուգահեռը կոռելացիան պատահական է, արդյոք պայմանավորված չէ նրանով, որ քաղաքական իշխանությունը ողջ իրավապահ մարմինների ներուժը կենտրոնացրել է հենց ընդդիմադիր գործիչների եւ ընդդիմադիր ուժերի գործունեությունը կանխարգելելու եւ կաթվածահար անելու Եվ հետո վրա։ բարբերաբար հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ասել էր կա մի դատավոր, որ կարող է իմ հարացը չանել։ Մինչև իր խոսքերն է ժողովուրդ ջան, մենք փաստ ունենք արձանագրված։ Վարչապետը կոչ է անում շրջափակելու դատարանները, երբ իր կամքին ոչ հարիր դատական ակտ է կայացում։ Դա սահմանադրական կարգի, դա է սահմանադրական կարգի տապալումը։ Դա օրինականության սկզբունքի խախտում է, որովհետև վարչապետը ի տարբերություն ինձ եւ ձեզ հասարակ քաղաքացիներս, ովքեր կարող են անել ամեն ինչ օրենքը չի արգելում, ինքը կաշկանդված է, ինքը կարող է անել բացարձակ միայն այն, ինչ իրեն օրենքը թույլ է տալիս։ Վարչապետը խախտում է օրինականության սկզբունքը, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որովհետև մեր սահմանադրությունը օրենքը թույլ է տալիս։ Վարչապետը խախտում է օրինականության սկզբունքը, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որովհետև մեր սահմանադրությունը տալիս է կամախքային բաշխվածություն, լիազորությունների պարտականությունների, երբ որ իշխանության մի թևը սկսում է միջամտել իշխանության մյուս թևի նկատմամբ ու այդ բալանսը զսպման ու հակակշռման խախտվում է, դա օրենքի սահմանադրական կարգի խախտում է ու միայն դատարանների տեսքով դա չի դրսևորվել։ Օրենսդիր մարմինը շրջափակելու կոչ եղավ եւ հենց անձամբ իր ներկայությամբ եկան եւ շրջափակեցին օրենսդիր մարմինը կրկին կանխարգելելու իրենց կամքին ոչ հաճո օրենսդրական ակտի ընդունումը։ Այսինքն, այս մարդը լինելով պաշտոնյա, լինելով մեր երկրի գլուխ գործադիր իշխանության ղեկավար, բազմաթիվ անգամներ իրեն թույլ է տվել եւ վերջին էպոպեան էլ հենց նույն սահմանադրական դատարանի շրջափակում մենք տեսել, հա, շուրջ 1 տարի տևող սահմանադրական դատարանի նկատմամբ ամենաապօրինի կերպով միջամտությունները, մենք տեսել ենք դատական իշխանության նկատմամբ, երբ բարձրագույն դատական խորհուրդը ունենալով սահմանադրական առաքելություն ապահովելու դատանի ու դատավորի անկախությունը, նրա պաշտպանիչ վահանից վերահացվել նրան վերահսկող եւ պատժող մահակի։ Այս իրականություններում դրա էպոպեան իհարկե եկեղեցու նկատմամբ միջամտություններ, որովհետև նույն կերպ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված էր եկեղեցու գործերին միջամտելուց։ Անկախ հա վերացարկվենք այն հանգամանքից, եկեղեցու ներքին կանոնական կյանքում խախտվում է ինչ-որ բան, չի խախտվում։ Հստակ կա սահմանադրության պահանջ, արձանագրում, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կանոնական կարգին մեկ, երկրորդն էլ հստակ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ունի գործառույթների, լիազորությունների, պարտականությունների շրջանակ եւ այդտեղ որևէ կերպ չի տեղավորվում եկեղեցու ներքին գործերին միջամտությունը։ Նա ակնհայտ կատարել է հանցագործություն եւ մեր ճգնաժամային իրավիճակը հենց դրանով է պայմանավորված։ Ինչու ենք մենք քաղաքական ու սահմանադրաիրավական ճգնաժամում, որովհետև մեր օրենքները թերի չեն, սահմանադրությունը թերի չէ։ Թերի է գործող իրավիճակը, երբ խախտում են սահմանադրական նորմերը ու վրա չի հասնում պատասխանատվություն։ Հենց այստեղ այս իրավիճակը կոչվում է ճգնաժամ։ Շնորհակալ եմ։ Նմանապես։